Աստված իմ, ինչու ինձ լքեցիր, հեռու մնացիր ինձ օգնելուց ու հառաչանքիս խոսքերից, ով իմ Աստված, ցերեկով քեզ եմ կանչում, բայց դու չես լսում, գիշերն էլ ու լուրջ եմ մնում, բայց դու սուրբ ես, ով Իսրայելի փառաբանությունների մեջ բնակվող, մեր հայրերի հույսը քո վրա էր, քեզ հուսացին ու փրկեցիր նրանց, քեզ աղաղակեցին ու փրկվեցին, քեզ հուսացին ու չամաչեցին, բայց ես որդի եմ, ոչ թե մարդկանց կողմից արհամարհված ու ժողովրդի կողմից անարգված, բոլոր ինձ տեսնողները ծաղրում են, բացում են շրթունքներն ու օրորում են գլուխները, ասելով. Տիրոջը հուսած, որ կփրկի իրեն, դե թող փրկի նրան, եթե հավանել է նրան, բայց ինձ արգանդից հանողը դու ես, մորս կրծքի վրա եղած ժամանակս դու ես ինձ հույս տվել, արգանդից ես քեզ եմ հանձնվել, իմ մոր որովայնից դու ես իմ Աստվածը, մի հեռանա ինձնից, քանի որ նեղությունը մոտ է, քանի որ մեկը չկա, որ օգնի, չորս կողմը շատ ցուլեր պատեցին, Բասանի ուժեղ ցլերն ինձ շրջապատեցին, իրենց բերանը վրաս բաց արին, հափշտակող ու մռնչացող առյուծի պես, ջրի պես թափվեցի, ու բոլոր ոսկրերս հոդերից դուրս եկան, սիրտս մոմի նմանվեց, հալվեց փորիս մեջ, չորացավ ուժս հողե ամանի պես, լեզուս կպավ քիմքիս, ու դու ինձ մահվան հողը դրիր, քանի որ շները չորս կողմս պատեցին, չարերի հավաքն ինձ շրջապատեց, ծակեցին ձեռքերս ու ոտքերս, իմ բոլոր ոսկրերը կարող եմ հաշվել, նրանք նայում են ու դիտում են ինձ, իմ հագուստները բաժանում են իրենց մեջ ու պատմուճանիս վրա վիճակ են գցում, բայց դու, ով Տեր, մի հեռանա ինձնից, ով իմ զորություն, ինձ օգնության շտապիր, փրկիր իմ անձը սրից, ու իմ միամորիկին շան զորությունից, փրկիր ինձ առյուծի բերանից, քանի որ ինձ լսեցիր, միաեղջյուրի եղջյուրներից, քո անունը պատմելու եմ եղբայրներիս, հավաքի մեջ գովելու եմ քեզ, ով Տիրոջից վախեցողներ, օրհնեցեք նրան, դուք, բոլորդ, Հակոբի զավակներ, փառաբանեցեք նրան, ու Իսրայելի ամբողջ սերունդը թող վախենա նրանից, քանի որ չանարգեց ու չարհամարեց տառապյալի տառապանքը, ոչ էլ դեմքը թաքցրեց նրանից, այլ երբ աղաղակեց նրան, նա լսեց, քեզ եմ փառաբանելու մեծ հավաքում, իմ ուխտերը նրանից վախեցողների առջև եմ կատարելու, հեզերն ուտելու են ու կշտանալու են, Տիրոջն են գովելու, նրան փնտրողները, ձեր սիրտը հավիտյան է ապրելու, հիշելու են և Տիրոջն են դառնալու երկրի բոլոր ծագերը, ու քո առջև երկրպագելու են բոլոր ազգատոհմերը, քանի որ Տիրոջն է թագավորությունը, ու նա տիրում է ազգերի վրա, երկրի բոլոր պարարտներն ուտելու են ու երկրպագելու են, ամեն մի հողիչնով նրա առջև է ընկնելու, և ոչ ոք չի կարող իր անձը կենդանի պահել, սերունդը ծառայելու է նրան, այն Տիրոջ առջև ազգ է համարվելու, նրանք գալու են ու նրա արդարությունն են պատմելու, այն ժողովրդին, որ ծնվելու է, թե այս բանը նա էր, որ կատարեց։